Մեր կրթական համակարգը, ինչպես մենք շատ լավ գիտենք, գտնվում է փոփոխությունների փուլում։ Իրականում ժամանակակից կրթական համակարգերը բոլորը գտնվում են անընդհատ փոփոխությունների փուլում։ Դա խուսափելի է։ Հասարակությունները, աշխարհը, տնտեսությունները այնքան արագ են փոփոխվում, որ կրթությունը կարիք ունի անընդհատ վերանայելու իր մոտեցումները եւ աշխատանքը։ Սակայն փոփոխությունները ստեղծում են դժվարություն։ Դրանք հեշտ գործընթաց չեն, եւ մենք դա շատ լավ գիտենք։ Այսօր եկեք խոսենք նրա մասին, թե ինչ պետք է անել, որպեսզի փոփոխությունները ավելի հեշտ ընթանան մեր դպրոցներում, ինչն է դրան խանգարում եւ ովքեր պետք է լինեն այն մարդիկ, ովքեր կնախաձեռնեն եւ կիրագործեն փոփոխությունները։ Առաջին եւ ամենակարևորը, ցանկացած փոփոխություն սկսում է նպատակ սահմանելուց։ Եվ այստեղ մենք ունենք խնդիր։ Հայաստանում նպատակ սահմանել գիտենք քչերը։ Որքան ես փորձել եմ մարդկանց համոզել, որ նպատակները պետք է լինեն հստակ, հասկանալի, չափելի, իրագործելի եւ կապված իրականության հետ, մարդիկ շատ հաճախ ձգտում են դրանք սահմանել որպես գործընթաց, բարելավել, աջակցել, զարգացնել եւ այլն։ Այդ բայերով անհնարին է սահմանել նպատակ։ Դա նշանակում է գլորել, դա նշանակում է մի բան անել եւ երազել։ Ցանկանալ առանց հստակ ձևակերպելու, թե ինչ ես ցանկանում։ Երազել առանց հասկանալու քո սեփական երազները։ Եվ մենք ցավոք շատերս ընդհանրապես մեր հասարակության մի զգալի մասը անդադ գտնվում է այդ վիճակում, մենք խուսափում ենք հստակ նպատակներ սահմանելուց։ Երևի թե դա ինչ-որ չափով պայմանավորված է մեր դառն անցյալով եւ մեր մշակույթով։ Սակայն վերադառնանք դպրոցներ։ Առաջինը ամենակարևորը տեսլական նպատակ ունենալն է, ուր են գնում եւ ինչպես ենք հասկանում, որ հասել ենք այնտեղ, որոնք են այն չափանիշները, այն հստակ կողմնորոշիչները, որոնցով մենք կհասկանանք, որ այո, մենք արդեն նոր իրականության մեջ ենք, որին մենք ձգտել ենք հասնել։ Սա թիվ 1։ Երկրորդը, երբ որ մենք արդեն հստակ սահմանել ենք մեր նպատակը, մենք պետք է հասկանանք, թե ովքեր են ցանկանում այդ նպատակը հասնել։ Եվ դրա համար անգամ միջև նպատակ սահմանելը անհրաժեշտ է առաջացնել եղածի անընդունելի լինելու զգացողություն, եղածի անկարելիության զգացողություն։ Ինչու է սա կարևոր, որովհետև մարդիկ էմոցիոնալ էակներ են, զգացողական էակներ են։ Մենք առաջնորդվում ենք մեր ընկալումներով, զգայարաններով, մեր պատկերացումներով։ Մենք այնքան էլ ռացիոնալ չենք։ Եվ եթե անգամ ռացիոնալ տեսակետից մարդիկ գիտակցում են, որ այն ինչ որ դուք սահմանում եք որպես նպատակ անհրաժեշտ է, իրենք պատրաստ չեն գործել, քանի դեռ չկա ներքին ոգևորություն։ Իսկ այդ ոգևորությունը շատ հաճախ առաջանում է նրանից, որ կա անկանում, որ այսպես այլևս անհնարին է։ Եվ դա ամենադժվար բանն է, որին անհրաժեշտ է հասնել փոփոխություններ իրագործելիս։ Բոլորին կամ գոնե շատերին բերել այն գիտակցման, որ սա այլևս չի կարող շարունակվել։ Հաջորդ բանը, որը պետք է իրագործել, երբ որ մենք ունենք փոփոխություններ ունենալու մեծ ցանկություն, դա ճանապարհը եւ ռազմավարությունը եւ մարտավարությունը սահմանելն է, պլանավորելն է ամեն բան։ Մենք շատ հաճախ սպասում ենք միջև վերջի պահ եւ հետո սկսում ենք իրագործել փոփոխությունները հախուռն։ Ուղղակի մի բան անել, որովհետեւ իսկապես դանակը հասել է ոսկրին, այլևս այսպես հնարավոր չէ շարունակել, ունենք այդ առաջին կետը հիմնականում արտաքին ազդեցության ներքո պարտադրված եւ անում ենք ամեն ինչ վերջի պահին առանց հստակ պլանի։ Ինչու, որովհետեւ դպրոցը ծառնաբեռնված կառույց է, այն ունի
լիքը գործեր ընթացիկ։ Տնօրենը ծանրաբեռնված է առօրվանից երկու դուռը բաց է, ուսուցիչներ են մտնում, ծնողներ են մտնում, երեխաներ են ինչ որ գնում, գալիս, խնդիրներ են ստեղծում եւ այլն։ Եվ այդ մարդը չունի ժամանակ նստել, հանգիստ, պլանավորել, հետո փուլային գործընթաց առաջ տանել, ունենալ դրա համար անհրաժեշտ խորհրդակցություններին քննարկել երկարաժամկետ նպատակներ, դրանց հասնելու ճանապարհները, սահմանել փոփոխությունների նախագծեր, նշանակել պատասխանատուներին ապահովել ռեսուրսներով, հետևել այդ գործընթացին, որպեսզի այն արդյունավետ ընթանա։ Այդ ամենը չի լինում։ Դրա փոխարեն լինում է վայ, նախարարությունից եկել է հերթական պահանջ, արագ որոշենք ով ինչ է անում, մի բան պետք է անել վիճակ, եւ այդ վիճակում նաեւ հեշտ է գործել, որովհետեւ կարծես թե պարտադրված ենք, միջոց չունենք, խուսափել չենք կարող, պիտի անենք, բայց սեփական կամքով չենք անում, հետաձգում ենք, ձգձգում ենք, որովհետեւ կարծես թե հնարավոր է դա չանել։ Երբ որ մեր մոտիվացիան արտաքին է, երբ որ այն, ինչ մեզ պարտադրում է գործել, արտաքին է, մեր սեփական կամքով չի պայմանավորված, մենք վերածվում ենք ստրուկների, մենք վերածվում ենք մարդկանց, ում ստիպել են։ Այո, մենք դա անում ենք, բայց անում ենք առանց ուրախության, առանց ոգևորության։ Մենք պատրաստ չենք տոնել մեր հաջողությունը, դա մեր հաջողությունը չէ։ Դա մի բան է, որ մենք հետո մտածում ենք, լավ, մազապուրծ եղանք այս անգամ, չգիտենք հաջորդ անգամ ինչ կլինի։ Դա երանության եւ երջանկության վիճակ չէ։ Դա վիճակն է, որ խուսափեցիր մեծ դժվարությունից, մեծ խնդիրներից եւ կարողացար մի կերպ մի բան անել։ Եվ այստեղ գալիս է այն հիմնական խնդիրը, որը հետապնդում է բոլոր կրթական բարեփոխումները եւ այն վերաբերում է նաեւ Հայաստանին եւ այս մեր ներկայիս կրթական բարեփոխումներին, որ դրանք գալիս են վերևից ներքև։ Դրանք իրագործվում են հիմնականում պարտադրված կերպով եւ չեն ելնում նրանից, որ ներքևում կան որոշակի գործընթացներ, որոնք պայմանավորված են դպրոցների ինքնուրույն զարգացման գործընթացներով, պայմանավորված են իրենց ռազմավարական նպատակներով, բխում են դպրոցների աշխատակազմների, ուսուցիչների եւ տնօրենների շահերից եւ հետաքրքրություններից եւ այլն։ Դրա փոխարեն դա արվում է ադմինիստրատիվ լծակներով, որպես այսպիսի պարտադրված գործընթաց։ Այդպիսի բարեփոխումները անհրաժեշտ է։ Լինում է այնպես, որ դա արվում է վերևից ներքև եւ շատ հաճախ առանց դրա ոչինչ չի լինի։ Սակայն առանց այդ երկրորդ մասի, առանց ներքին մոտիվացիայով պայմանավորված բարեփոխումների արդյունքում ոչ մի լավ բան չի ստացվի, չի լինի զարգացում, կլինի փոփոխություն։ Իսկ փոփոխությունը եւ զարգացումը տարբերվում են նրանով, որ փոփոխությունը գալիս է մի վիճակից մյուս վիճակ, իսկ զարգացումը բերում է նպատակի իրագործման։ Իսկ նպատակը այն բանն է, որը սահմանվում է ոչ թե որպես մի բան փոխել, այլ մի բան լավացնել, ավելի լավ անել։ Իսկ ավելի լավ պետք է լինեն չափանիշներ, պետք է լինեն հստակ պատկերացումներ, թե ինչպես ենք մենք չափում, արդյոք լավ է թե ոչ, պետք է լինի հստակ պլան գործողությունների, դեպի այդ լավը հասնելու պետք է լինի ինքնազարգացում եւ ընդհանուր զարգացում, որոնք դարձյալ հնարավոր չեն, եթե չկա ներքին ցանկություն այդ ամենը անել։ Որևէ զարգացում չի լինի, եթե չկա ներքին ցանկություն այդ ամենը անել։ Սա մենք շատ լավ գիտենք որպես կրթության մարդիկ, որովհետև շատ լավ պատկերացնում ենք, որ չի կարող լավ սովորել աշակերտը, որը չի ուզում սովորել։ Հաջորդ կարևոր փուլը, որը պետք է անցնի ցանկացած փոփոխությունների իրագործում, դա տեսլականի փոխանցումն է մարդկանց կամ այդ տեսլականի տարածումն է միջավայրում։ Շատ հաճախ մարդիկ շատ տարբեր կերպով են ընկալում այն, ինչ ցանկալի է։ Ամեն մեկը տեսնում է իր տեսանկյունից իր պատկերացումը ունի։ Այդ իրական տեսլականը ոչ թե տնօրենի գլխի մեջի տեսլականն է, այլ այդ բոլոր պատկերացումների ներդաշնակ համախումբն է, որտեղ չի կարող տնօրենը ամեն բան տեսնել ամեն ուսուցչի աչքերով։
այն համաստեղծվում է, այն պետք է լինի ընդհանուր, բայց դրա համար պետք է հաղորդակցում լինի անընդհատ։ Մարդիկ պետք է շատ շփվեն եւ խոսեն դրա մասին։ Դրան հապի հաջորդեն խոչընդոտների հաղթահարումը, խոչընդոտները պիտի հեռացվեն։ Եվ այդ ես չեմ խոսում բնականաբար եւ չեմ տեսնում որպես խոչընդոտ մարդկանց, պետք չի մարդկանց հեռացնել որպես խոչընդոտ, այլ այն որոշումները, այդ ադմինիստրատիվ սահմանափակումները, այն ամեն ինչ խանգարում է փոփոխությունների իրագործման։ Հետո պիտի իրագործվեն փոփոխությունները եւ ամենակարևորը դրանք պետք է դառնան մշակույթ, պետք է վերածվեն այն իրականության, երբ որ մեզ համար դա արդեն սովորական է, մենք զարմանում ենք, որ հնարավոր է այլ կերպ անել, եւ դա էլ է պահանջում ժամանակ եւ ջանք։ Հիմա ինչ հիմնական վերաբերմունքներ կամ վերաբերմունքի տեսակներ կան փոփոխությունների նկատմամբ։ Դե բնական առաջինն է եւ ամենատարածվածը ես դա չեմ ուզում եւ ակտիվ հակադրվելու եմ։ Երկրորդ մոտեցումը թող լինի այնպես, ինչպես որ լինելու է, ինձ միևնույն է։ Երրորդը լավ, ես չեմ խանգարի, բայց եւ առանձնակի չեմ օգնի։ Հաջորդը ես պատրաստ եմ օգնել, եթե դուք անեք, եւ հինգերորդը դա այն է, որ ես ամբողջապես ներգրաված եմ, ինձ դա դուր է գալիս, ես դա կարևորում եմ։ Եվ բնականաբար որքան ավելի շատ մարդ լինի այդ հինգերորդ տեսակի մոտեցմամբ, այնքան ավելի հեշտ կընթանան բարեփոխումները։ Որքան ավելի շատ մարդ լինի առաջին տեսակի, այնքան ավելի դժվար կլինի։ Հիմա ինչու են մարդիկ ակտիվ հակադրվում բարեփոխումներին։ Դրա համար կա մի քանի պատճառ։ Առաջինը, երբ դա շահն է, դա չի բխում իմ շահերից։ Դա ինձ դուր չի գալիս, որովհետև դա ինձ վնասելու է։ Բացահայտ իրավիճակ է, բացահայտ խնդիր։ Հաջորդը իներցիան է, ամեն ինչ լավ է, ինչ իմաստ ունի որևէ բան փոխել։ Մենք չենք գիտակցում, որ փոփոխության կարիք կա։ Երրորդը դա ինքնախաբեությունն է կամ իրավիճակի ընկալման բացակայությունն է։ Մենք ուղղակի չենք հասկանում ինչի մասին է խոսակցությունը։ Իրականում այդ երկրորդը եւ երրորդը բավականին փոխկապակցված են։ Ինչ կարելի անել, որպեսզի մենք հաղթարենք դիմադրությունը։ Առաջինը եւ ամենակարևորը ես արդեն ասացի, պետք է փորձել հաղորդակցվել եւ համոզել։ Համոզելը լավագույն միջոցն է։ Երկրորդը ինչ կարելի անել, դա օգնել եւ աջակցել, ներգրավել։ Մարդիկ շատ ավելի պատրաստական են կամ գոնե չեն ուզում շատ խանգարել, երբ որ իրենք ներգրաված են եւ ստանում են որոշակի աջակցություն, որովհետեւ շատ հաճախ մարդիկ ուղակի վախենում են, իրենք չեն գիտակցում, որ իրենք կարող են այդ նոր իրավիճակում իրենց գտնել, իրենց մոտ կա խորը մտավախություն, որ իրենք չեն կարողանա այդ նոր իրականության մեջ գործել։ Ուսուցիչները ունեն ներքին մտավախություն, որ այս նոր մեթոդները իրենց համար չեն, տնօրենները ունեն ներքին մտավախություն, որ այս վերաբաշխումը պատասխանատվությունների բերելու է խնդիրներ եւ չի բերել լուծումներ եւ այլն։ Բայց կան նաեւ թունավոր մեթոդներ գործելու։ Մարդկանց կարելի է պարտադրել, կարելի է մանիպուլյացիաների միջոցով կամ վախեցնելու միջոցով իրենցից պահանջել, որպեսզի իրենք գործեն, կարելի է սակարկել, բանակցել, իրենց առաջարկել որոշակի բաներ, որ բխում են իրենց շահերից եւ դրանց դիմաց ստանալ աջակցություն։ Խնդիրն այն է, որ եթե դուք այդ մեթոդներով եք գործում, դրանք կարճաժամկետում աշխատում են, բայց երկարաժամկետում մարդիկ միևնույն են դժգոհ եւ ձեր իրագործած փոփոխությունները կարող են հետո ունենալ հետնահանջ, որովհետեւ այն մշակույթը, որը իրենք կբերեն իրենց հետ, կլինի բավականին տհաճ եւ տոքսիկ եւ մարդկանց կողմից չի ընկալվի։ Ինչու է ես այսօր խոսում փոփոխությունների մասին։ Ձեզ կարող է թվալ, որ սա չունի անմիջական կապ կրթության հետ, սակայն հայտնի է եւ դրա մասին խոսվում է բազմաթիվ փաստաթղթերում եւ հետազոտություններում, որ լավագույն դպրոցները այն դպրոցներն են եւ լավագույն կրթական համակարգերը այն համակարգերն են, որոնք անընդհատ սովորում են։ Իսկ սովորող կազմակերպությունները առաջնահերթորեն ունեն մի քանի հատկանիշ, իրենք անընդհատ քննադատաբար գնահատում են իրենց
կարողությունները եւ գործողությունները եւ վերանայում են դրանք, իրենք զգայուն են այն փոփոխության նկատմամբ, որ իրագործում են իրենց շրջապատում եւ իրենք տեղ են տալիս այն մարդկանց, ովքեր պատրաստ են բերել փոփոխություններ, որոնք աջակցում են զարգացմանը։ Եվ առանց սովորելու կարողության, այսինքն անընդհատ փոփոխվելու եւ հարմարվելու նոր իրականության, որպես կառույց, դպրոցը չի կարող զարգանալ։ Մենք չենք ունենա զարգացող դպրոցներ, չենք ունենա զարգացող կրթական համակարգ։ Եվ փորձը ցույց է տալիս, որ մեր հիմնական ձախողումները, հիմնական բացթողումները լինում են հենց փոփոխությունների իրագործման փուլում։ Մենք նախաձեռնում ենք դրանք շատ հաճախ պարտադրված արտաքին պահանջներով, եւ ցավոք դրանք իրագործում են ձևականորեն եւ փաստացի չեն իրագործվում, որովհետեւ չունենք փոփոխությունների իրագործման փորձ եւ մշակույթ։ Հուսամ այն մարդկանց, ովքեր այսօր պատասխանատու են դպրոցներում փոփոխությունների իրագործման համար, իսկ դրանք բոլոր այն մարդիկ են, ով աշխատում է դպրոցներում, այդ բոլոր մարդկանց այս խոսակցությունը օգտակար կլինի։